Հարց համար 36 վարորդական իրավունք ստանալու քննությունների ընթացակարգի փոփոխությունների մասին հարցը զեկուցող ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյան, համեցեք Տիկին Սարգսյան։ Շնորհակալություն, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, օրակարգային հարցով ներկայացված է կառավարության համապատասխան որոշման նախագիծ, որով առաջարկում ենք այս ոլորտում որոշ փոփոխություններ անել։ Մինչ փոփոխություններին անդրադառնալը ես ուզում եմ հատուկ ընդգծել այն հանգամանքը, որ հաշվառման քննական ծառայությունների շրջանակներում մենք անընդհատ շարունակում ենք երկխոսությունը քաղաքացիների հետ, պարոն վարչապետ, եւ առավելապես քաղաքացիների եւ նախարարության միջև տեղի ունեցած երկխոսության շրջանակներից դուրս ենք բերում լուծումներ եւ դրանք արդեն տարբեր փաթեթների շրջանակներում փորձում ենք կարգավորել։ Առաջին լուծմանը անդրադառնամ, առաջինը վերաբերում է թվայնացման մեր հանձնարարության շրջանակներում այս ոլորտում արդյունավետ կառավարում երաշխավորելուն, ինչի մասին է խոսքը։ Այս պայծրությամբ շատ ենք ունենում դեպքեր, երբ որ օրինակ բժշկական հաստատությունների, կոնկրետ այս դեպքում Արմեդի հետ ինտենսիվ կապի բացակայությամբ պայմանավորված շատ հաճախ մենք շարունակում ենք վարելու իրավունք տալ այն անձանց, որոնք օրինակ կարող են թմրաբանական կամ հոգեբուժական հաստատությունում հաշվառում ունենալ եւ հնդածս երբ որ բացահայտում ենք այդ հանգամանքը նոր միայն դադարում է վարորդական իրավունքը, բայց այս պայծրությամբ փոխգործակցություն ենք երաշխավորում Արմեդի հետ, երբ որ կկարողանանք ըստ այդմ ավտոմատ եղանակով այս հանգամանքները բացահայտել եւ անգամ երբ որ քաղաքացին չի գալիս հաշվառման քննական ստորաբաժանում, բայց մենք ազդակ ենք ստանում Արմեդից, այս դեպքում արդեն սա հիմք է հանդիսանալու իրավունքի դադարման համար։ Երկրորդ փոփոխությունը վերաբերում է տեսական քննությունը հանձնելու պայմաններում դրա դրական արդյունքը պահպանելու ժամանակահատվածին։ Այս պայծրությամբ տեսական քննությունը դրական ստանալու պայմաններում 1 տարի ժամանակ ունեն մեր քաղաքացիները, որպեսզի կարողանան գործնական քննությունը հաղթահարել, պահպանելով տեսական քննության արդյունքները, բայց պիտի փաստեմ, որ վերջին տարիներին հատկապես բավական մեծացել է հաշվառման քննական ծառայությունների դիմելիության թիվը, աճ ունենք բավականի եւ հերթերի կառավարման տեսանկյունից շատ հաճախ այս մի տարին բավարար չի լինում անձանց դիմելու եւ նաեւ գործնական քննությունը հաղթահարելու։ Երկրորդ իրավիճակում օրինակ շատ են դեպքեր, երբ որ գործնական քննություններից բազմաթիվ են բացասական արդյունքները եւ կրկին մի տարի ժամանակահատվածը բավարար չի լինում այս տեսանկյունից եւ երրորդ իրավիճակը շատ են դիմում նաեւ այս տեսանկյունից քաղաքացիները 1 տարվա կտրվածքով չեն հասցնում ավարտել օրինակ ավտոդպրոցներում իրենց ուսումնառությունը եւ խնդրում են որպեսզի հետաձգվի քննությունը։ Սա շատ դրական ազդակ է այս տեսանկյունից, որովհետեւ սկսել են ավելի պրոֆեսիոնալ զբաղվել վարորդական ուսումնառությամբ եւ նոր միայն անցնել քննությունը։ Մենք նախատեսում ենք, որ 1 տարվա փոխարեն 2 տարի է հնարավոր պահպանել տեսական քննության դրական արդյունքը եւ ազատ հետո արդեն հերթագրվել եւ գործնական քննության համար օր որոշարկել։ Երրորդ փոփոխությունը, որը կրկին գալիս է մեր քաղաքացիներից, վերաբերում է վարելու իրավունքի դեպքում տեսական քննության հարցաշարերին։ Այս պայծրությամբ շատ են քննարկումները, որ մենք օրինակ թեթև մարդատար ավտոմոբիլների համար նախատեսված վարելու իրավունքի քննության հարցաշարում ներառում ենք օրինակ ավտոբուսների վարման հետ կապված հարցեր։ Հիմա դարձնում ենք շատ ավելի իդենտիկ, կոնկրետ կարգին եւ ենթակարգին բնորոշ հարցեր պիտի նախատեսվեն հարցաշարում, որը որ կօգնի մեզ դարձնել ավելի արդյունավետ այս կառուցակարգերը։ Այս փոփոխությունն առաջարկում ենք ուժի մեջ դնել սեպտեմբերի 1-ից, որպեսզի հասցնենք մեր թվային համակարգերը ադապտացնել այս փոփոխությանը։ Եվ վերջին փոփոխությունը, որը կրկին մեր քաղաքացիների հետ երկխոսության արդյունքից է ի հայտ եկել, վերջերս ազգային ժողովի կողմից ընդունվեց օրենսդրական նախաձեռնություն, որով փոխարինեցինք վարորդական իրավունքից զրկված անձանց վարորդական իրավունքի վերականգնման մոդելը եւ դրա հիման վրա կառավարության որոշումը պիտի սպասարկի այս օրենսդրական նախաձեռնությունը, նախատեսել ենք որոշակի փոփոխություններ, որոնք կօգնեն իմպլեմենտացման փուլը սահուն անցկացնել։ Մեր քաղաքացիները շատ են հետաքրքրվում այս օրենսդրական նախաձեռնության ուժի մեջ մտնելու ժամկետով։ Ես ուզում եմ փաստել, որ հուլիսի 6-ից օրենսդրական նախաձեռնությունն ուժի մեջ է մտնում եւ մեր մնացյալ ընթացակարգերը, որոնք որ նախատեսված են, արդեն մտնում են process-ի մեջ եւ կարող են դիմել, իհարկե պահպանելով բոլոր ընթացակարգերը։ Շատ կարճ թերևս այսքանը, պարոն վարչապետ, շնորհակալ։ Լավ ասեցիք, որովհետեւ արդեն նամակներ եմ ստանում, ասում են, ընտրություններից առաջ բան խոստովիկ ընտրություններն անցան մոռացակ, էլի խաբեցիք քաղաքացիներին եւ այլն։ Հիմա երբ է ուժի մեջ մտնում։ Հիմա հուլիսի 6-ից, պարոն վարչապետ, օրենսդրական նախաձեռնություն ուժի մեջ է մտնում եւ երկու իրավիճակ կարող ենք ունենալ։ Առաջինը, օրինակ, եթե հուլիսի 6-ի դրությամբ արդեն զրկման ժամկետը ավարտված լինի, անձանց 1 տարի ժամկետով, օրինակ զրկվել են, զրկման ժամկետը ավարտվել է, հուլիսի 6-ի օրը հենց կարող են դիմել մինչև 1 տարվա ընթացքում։ Կարող են անձինք Հայաստանում չլինել։ Այսինքն ուր պետք է դիմեն։ Պիտի հերթագրվեն մեր on-line պլատֆորմով, օր վերցնեն կոնկրետ վարորդական իրավունքի վերականգնման համար եւ
այցել են հաշվառման քննական ստորաբաժանում, հիշենք, որ ունենք պետական турքի նախատեսում 50,000 դրամի չափով, պիտի արդեն տեղում կատարեն համապատասխան վճարումը եւ վարորդական իրավունքի վերականգնման հետ կապված եւս քննություն չեն տալիս, այս վերջին անգամ քննության։ Այո։ Շատ լավ, ես խնդրում եմ նաև իրազեկեք նախարարությունը թող պատշաճ իրազեկման արշավներ անի, որ մարդիկ տեղեկանան, թե ինչպես է դա իրականացվելու։ Նաև այնտեղ մենք նախկինում խոսել ենք, որ այն դեպքերում, երբ որ դա օրինական ուժի մեջ վնտած դատավճիռներով են զրկվել, այս կարգավորումը չի տարածվելու, այսինքն զուտ վարչական զրկումների վրա է տարածվելու, որովհետև օրենքով օրինական ուժի մեջ մտնած դատավճիռների դեպքում դա լուծելի չի, այն ժամանակ էլ մենք մարդկանց ասել ենք, բայց այդպիսի դեպքերը շատ չեն, 90%-ը ավելի, քան 90%-ը, չէ, ճիշտ եմ, չէ հիշում։ Մնացած մասով էլ այդ թեմայով էլ իհարկե այս տասնյակ նամակներ եմ ստացել, եթե ոչ ավել, այդ բոլոր իրավիճակների, որը վերահասցեագրել են բոլոր նախարարին։ Իհարկե այստեղ կա երկու նրբություն։ Առաջինը ակնհայտ է, որ մենք պետք է ճանապարհային երթևեկության անվտանգությանը ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձնենք եւ ունենանք սկզբունքային դիրքորոշում, որովհետեւ խոսքը մարդկանց կյանքերի մասին է։ Երկրորդը այդ նամակների բովանդակությանը ծանոթանալիս իրոք էլի գալիս ենք այն վերակենդանում են համոզմունքը, դե որ նախկինում այդ քննությունները, տեստերը եւ այլը տենց առանձնապես պրակտիկ նշանակություն չեն ունեցել եւ ընդհակառակը գուցե թե այդ տրամաբանությամբ էլ գրվել են, որ տենց հնարավոր էլ չլինի, որ մարդիկ գան հանգիստ վճարեն, բոլորը գոհ ու երջանիկ լինեն, բայց քանի որ մենք հիմա մտել ենք իրական քննությունների փուլ, մարդիկ կան, որ իրոք նկարագրում են իրավիճակներ, որ նայում ես, ասում ես իրոք, ստեղ մի քիչ տրամաբանություն են չի, եւ ես դեռ ամիսներ առաջ նախարարին հանձնարարել եմ, որ մենք անընդհատ աշխատենք, որպեսզի այդ տեստերը, իրանց որակը, հարցերը, քննությունների ընթացքը բերենք տրամաբանական ճիշտ վիճակի, որ մեր անվտանգության համար մեզ անհրաժեշտ ստանդարտից ոչ մի միլիմետր ներքև չլինեն, բայց տրամաբանության շրջանակներից էլ դուրս չլինեն, բայց էդ էլ է պետք ասել, որ մենք այստեղ էլ զգուշ ենք, այնց չենք վերցնում, ուղղակի sense տողերով ջնջում, որ վերջում էլի կանգնենք նույն կոտրած տաշտակի առաջ, եւ համբերատար պետքա այս process-ը սա մի որոշում է, բայց պետք է արձանագրենք, որ հավանականությունը մեծ է, որ սա վերջին այսպիսի որոշումը չի, որովհետև մենք անընդհատ պրակտիկ իրավիճակներից, այդ թվում քաղաքացիների արձագանքը, հական դեպքեր, որ նայում ենք, ասում ենք, հա, տենց էլ պետք է լինի, որովհետև պետք է լուրջ վերաբերվել, բայց կան դեպքեր, օրինակ այն ձեր նշած վերջին դեպքը, երբ որ մարդը գնացել է X մակարդակի կամ X որակավորման վարորդական իրավունք ձեռք բերելու, բայց մենք իրան մտցնում ենք մի փաթեթի մեջ, որ ինքը պետք է մի անգամից ավտոբուսի, չգիտեմ, վերամբարձ կռունկի եւ այլնի ստանդարտի հարցերի պատասխանի, մինչդեռ ինքը չի ուզում դա։ Հետևաբար այս հարցը պետք է բաժանել, եթե ուզում է, շատ լավ ուզում է, բայց մենք կանխավարկածով չասենք, որ դու այս շրջանակը պետք է բան անես, քննություն հանձնես, որ քեզ թույլ տանք սեդան մեքենա վարես, եւ կարծում եմ սա լավ բարեփոխում է, բայց ելի եմ ասում, մենք այն կանխավարկածով չենք, որ վերջ լուծեցինք այդ հարցը, եւ այն կանխավարկածով էլ չենք, որ ուղղակի պետքա բռնել տողերը ջնջել։ Պետքա հենց երկկողմ պետքա շատ խնամքով վերաբերվել, որպեսզի մենք նաև երթևեկության անվտանգության մեզ համար անհրաժեշտ եւ ցանկալի ստանդարտը կարողանանք պահել։ Խնդրեմ, պարոն Պապիկյան։ Շնորհակալություն, Տիկին Սարգսյան, դուք խոսեցիք Արմետ համակարգին միանալու կամ հասանելություն ունենալու մասին։ Ինձ հետեւյալ հարցն է ուզում, արդյոք նախագծի շրջանակներում կարգավորվում է այն հարցը, որ պարտադիր ժամկետային զինծառայությունից տարբեր հիվանդություններով ազատված քաղաքացիները, ովքեր վարորդական իրավունք են ձեռք բերում կամ ձեռք են բերել, իմանան, որ այսուհետ այն հիվանդությունները, որոնք հակացուցված են, այսինքն վարորդական իրավունք ունենալու, օրինակ հոգեկան խնդիրներով, տարբեր աստիճանի տեսողության խնդիրներով կամ այլ հիվանդություններ, բայց նրանք ունենում են վարորդական իրավունք իրենց բոլոր հետևանքներով։ Սա մի կողմից բանակից զարտուղի ճանապարհով ազատվող մարդկանց համար կլինի դաս նաև, որ իրենք չեն կարող մեքենա վարել երբեք, եւ մյուս կողմից այն մարդիկ, ովքեր իրապես հիվանդ են, նրանք էլ կիմանան ուղղակի, որ իրենք մեքենա վարել չեն կարող։
Պարոն Պապիկյանը անդրադառնում է ասենց մի իրավիճակի, որ մենք հնդածս բացահայտեցինք, որ մարդիկ տարբեր հիվանդությունների պատճառաբանությամբ ազատվել են ժամկետային զինծառայությունից, եւ այդ հիվանդությունները անհամատեղելի են վարորդական, մեկ էլ տեսնում ենք այդ մարդիկ վարորդական իրավունք ունեն։ Ասում ենք, բայց ոնց, ուրեմն ստե մի բան այն չի։ Եվ հետեւաբար թվայնացումը ստեղել այդ հարցը պետք է լուծի, եթե միտեղ արձանագրվել է, որ այդ խնդրեմը կա, այդ արդեն այդ անձի պրոֆիլում պետքա կարմիր լույսը վառի եւ ավտոմատ արգելք դրվի, որ այս մարդը չի կարող ունենալ, ասենք, վարորդական իրավունք, մինչեւ այս խնդիրը պարզաբանված չի։ Հիմի այս հարցերը այդ համատեքստում մենք կարող ենք լուծել։ Նախաձեռնություն ըստեյության բոլոր հարցերը փարատում է պարոն Պապիկյան այս մասով, որովհետև մեր խնդիրն էլ էր այդտեղից հենց գալիս, որովհետև տեսնում էինք, որ պարեկները հանդիպում են ճանապարհներին այնպիսի անձանց, ովքեր որ պլատֆորմով երևում են հոգեկան առողջական խնդիր ունեցող կամ թմրաբանական հաշվառում են ունեցել, բայց մինչ այդ պահը որևէ ձևով հասանելի չի դարձել նախարարության համապատասխան ստորաբաժանմանը տեղեկատվությանը, իսկ այս պայծրությամբ արդեն ավտոմատ ամբողջովին տվյալները կթվայնացվեն անընդհատ, Արմեդում երբ տվյալ գեներացվի, դա ավտոմատ մեզ հասանելի կդառնա եւ կարմիր ազդանշանի չակերտավոր ասված հայտնաբերման դեպքում ավտոմատ կդադարի իրավունքը, եթե օրինակ այցելի այնպիսի անձ, ով մեր պատկերացմամբ որևէ խնդիր ունի առողջական, նույնիսկ Արմեդ, այսպես ասեմ, ուղեգրման ռեժիմով ազդակ ուղարկելու հարցել ենք դրել մեր առաջ, որպեսզի որևէ քաղաքացի տեսադաշտից բաց չմնա, անկախ նրանից, թե ինչ գործարքի համար է եկել նախարարություն։ Դե օրինակ թվայնացում, երբ որ դիմադրության է հանդիպում, նաև այս կոռուպցիոն համակարգերի պատճառով է, որտեվ մարդը այն թղթային համակարգում պաշտպանության նախարարությունում բան է, ինքը ծայրահեղ ծանր հիվանդ է, ասենք ենթադրենք բանի ֆինանսների նախարարությունում ինքը կատարյալ առողջ է, սոցիալ նախարարությունում ինքը պատերազմի վետերան է։ Եվ դա չի երևում, ոչ միտեղ չի համադրվում։ Ունենք տես դեպքեր, ինչի եք ծիծաղում։ Թվայնացումը բերում է նույն դաշտի վրա, որ ոնց մի րոպե, պետքա կողմնորոշվենք, ինքը կամ հիվանդ է, կամ առողջ է, կամ վետերան է, պետքա հասկանանք, չէ՞, այս ամեն ինչը։ Դրա համար էլ որ չենք հասկանում, լավ, այս ինչ դիմադրություն է, ինչի, որովհետև այնտեղ մեկը այն թուղթն է տվել, մյուսը այն թուղթը, երրորդը թուղթը։ Ու բոլոր իրեքն էլ գիտեն ինչի համար են տվել այդ թուղթը, ասում են, բա հոп, մի րոպե, այս որ բացվեց, ինչ ենք անելու մեզ։ Ավելի լավ է ուրեմն թող չլինի, ասենք, վայ, դա չի աշխատում, էս սենց է, դա լավ չի, դա հակասում է մեր արժեքներին, ոնց կլինի մարդկանց անձնական տվյալները եւ այլն եւ այլն։ Ամեն ինչ տակ մի հատ տենց պատմություն կա։ Ինչին նայում ես, մի հատ տենց պատմություն կա։ Կան այլ դիտարկումներ։ Համեցեք։ Այդ դիմադրության հետ կապված հիմա էլ նորալիք առաջացել, որ Արմեդին չմիանալ է հիմնավորում են բանով, պետպատվերի եւ առողջապահության ապահովագրության հետ առնչություն չունենալով, բայց մենք դա կանխելու ենք։ Բացառված է, եթե ինչ-որ մեկը Հայաստանի Հանրապետությունում բուժ ծառայություն է մատուցում, անկախ ֆինանսավորման աղբյուրից ինքը պիտի միացած լինի։ Հակառակ դեպքում այս նույն մանիպուլյացիաները կգնան ուրիշ շերտ, ու մենք էլի բաց կթողենք, էլի։ Չէ, այդտեղ պարոն Գրիգորյան, մենք էլ ճկունության կոմպրոմիսի տեղ չունենք։ Պայմանը պետքա դնել ու շատ հստակ կարմիր գիծը քաշել։ Կամ ստեղես, էլ սենց բաներ չկա։ Եվ այսինքն նկատի ունեմ մենք բավարար չափով ինչքան պետքա խոսել ենք, բացատրել ենք, ներկայացրել ենք, լսել ենք, վերլուծել ենք եւ այլն, բոլոր ժամանակները սպառված են։ Պետքա գնալ արդեն լուծումների եւ արդեն այնտեղ որտեղ բավարար չափով խոսել, բացատրել ենք եւ չի ստացվել, ուրեմն պետքա գնալ կոշտ լուծումների եւ արմատական։ Շատ լավ, հարցը դրվում է քվեարկության, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չունենք, որոշումն ընդունված է։